Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Վաղվանից կրկին անդրադառնալու եմ Արարատի մարզում տեղի ունեցող ապօրինություններին, իսկ այսօր կրկին հետաքրքիր է լինելու։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Շնորհակալ եմ նաեւ հայոյանքը եւ վիրավորանքը մերժելու համար։ Մենք պետք է տարբերվենք բոլորից, ովքեր կիրառում են այդ ճղճին բառամթերքը։ Վստահ եղեք, որ յուրաքանչյուրս էլ կարող ենք հայհոյել, բայց ամեն մարդ չէ, որ կարող է իրեն կոռեկտ եւ դաստիարակված պահել, իսկ մենք այդ եզակիներից ենք։ Որքան մոտենում է ընտրության օրը, այդքան լարվում է մթնոլորտը։ Ցանկանում եմ կարճ մի բան ասել, որը շատ կարևոր է։ Այսօր մեր իրականության մեջ տարածված է մի կարծիք, որ եթե ձայն ես տալիս X կուսակցության, որը ոչ Տաշիրն է, որը Քոչարյանը, որը Բարգավաճը, ապա դուք ձեր ձայները փոշիացնում եք։ Այս կերպ փորձում են քաղաքական դաշտը մենաշնորեն։ Իրականում նման հիմարություն ասողը կարող է մաքսիմում այդ կուսակցությունների սովորական տաշովչիկը լինել, ոչ ավելին, ով որոշակի գումարի դիմաց փորձում է ընդդիմության կերպար ստեղծել նախկինում թալանչի ռեժիմներից կազմած ուժերին, որն էլ իր հերթին ձեռնատու է միայն Նիկոլ Փաշինյանին։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Արդեն 8 տարի է ինչ երկրում իրենց ընդդիմադիր են համարում նախկինում երկիրը թալանած ուժերը, ովքեր ոչ միայն իրավունք չունեն այլևս քաղաքականությամբ զբաղվելու, այլև պետք է լինեին համապատասխան քրեակատարողական հիմնարկներում։ Գրեթե բոլոր լրատվամիջոց կոչվածները, իհարկե համապատասխան վճարի պարագայում, սատարում են այդ ուժերին եւ մեղադրում իրական ընդդիմադիր մարդկանց եւ խմբերին ձայներ փոշիացնելու մեջ։ Իսկ ով է ասել, որ նույն այդ ուժերը ձայներ չեն փոշիացնում, որպեսզի ժողովուրդը իրապես ազատվի այս իշխանություններից։ Հենց այդ ուժերը եւ լրատվամիջոցներն են ապակողմնորոշում, խաբում, ստում, թե իրենք գալիս են երկիրը փրկելու։ Պարոնայք, դուք 30 տարի ժամանակ եք ունեցել երկիրը փրկելու, բայց չեք արել, այլ ընդհակառակը, այնպես եք արել, որ երկիրը գնա կործանման, թալանել եք բանակը, մեզ, հանրության մեծ մասին վերաբերվել եք որպես ստրուկների։ Ընկերներ, շատերն են հարցնում այս կամ այն ուժի մասին ինչ կարծիք ունեմ։ Վերոնշյալը վերաբերվում էր այդ ուժերից հարուստներին եւ նախկիններին։ Կան մարդիկ ասում են միայն դոք, բայց ես ինչպես գիտեք, դեմ եմ հայհոյանքին եւ վիրավորանքին, հետեւաբար այդ ուժի մասին որևէ բան չեմ ասի։ Հարցնում են Գուրգեն Սիմոնյանի մասին, որին անձամբ չեմ ճաղաչում, սակայն որոշ բաներ փորձեցի պարզել։ Իհարկե այս փուլում չէի ցանկանա վնասել որևէ մեկին, բայց հարցերի տեսքով կխոսեմ Գուրգեն Սիմոնյանի մասին։ Պարոն Գուրգեն Սիմոնյան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Ինձ ձեզանից շատ են հարցնում, թե ինչ կարծիք ունեմ ձեր ուժի մասին։ Անկեղծորեն հարցեր եմ ուզում ուղղել, հույսով եմ նույն անկեղծությամբ կպատասխանեք։ Պարոն Գուրգեն Սիմոնյան, նախ ցանկանում եմ իմանալ որտեղից ձեզ այդքան մեծ գումարներ։ Երկրորդ, ձեր հայրը ինչ կապ ունի հանրապետական նախկին ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Արդյոք կապ ունեք Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կամ Միշիկի հետ։ Խնդրում եմ պատասխանել այս հարցերին առանց ենթատեքստեր ման գալու, որպեսզի կարծիք կազմեմ ձեր մասին եւս, ինչպես նաեւ իմ հետևորդները լինեն տեղեկացված։ Ընկերներ, բազմաթիվ նամակներ եմ ստացել նաեւ մեկ այլ կուսակցության ղեկավարի մասով, խոսքը Քոչարի կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանի մասին է։ Համացանցից փորձեցի իմանալ ում մասին է խոսքը։ Պարզվեց խոսքը գնում է Քենիայի նախկին փոխոստիկանապետ Արտակ Սարգսյանի մասին։ Սակայն որոշակի տեղեկատվություն ստացել եմ, բայց խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր տիրապետում են տեղեկատվության, կիսվել իմ հետ։ Այս ուժին կանդրադառնամ վաղը։ Ընկերներ, իսկ հիմա մի քանի ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունենում գործող իշխանության ներկայացուցիչների կողմից։ Խոսքը գնում է Շենգավիթի մարզադպրոցի նորանշանակ տնօրեն Կարեն Ասմարյանի մասին։ Տեղեկություններ եմ ստացել, որ սույն անձը մտերմիկ հարաբերությունների մեջ է Երևանի տխրահարչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Ըստ տեղեկատվության, Կարեն Ասմարյանը վարձավճարով տրված տարածքների գումարները չի մուտքագրում պետբյուջե, այլ յուրացնում է, իսկ ովքեր դեմ են խոսում տվյալ տնօրենին, արագ ազատվում են աշխատանքից։ Կարեն Ասմարյան, ինչպե՞ս եք։ Այդ մետաղյա պահարանը ձեզ ինչ վնաս էր տվել, որ խորովածի մանգալի եք վերածել, կամ ինչ եք անում այդ գումարները։ Պարոնայք ոստիկաններ, դուք ինչպե՞ս եք։ Հասկանում եմ, որ հրաման ունեք շատ ապօրինություններ չնկատել, բայց կարծում եմ ձեր մեջ պետք է արթնանա հայի թասիբը։ Հույս ունեմ կստուգեք այս տեղեկատվությունը։ Ընկերներ, վաղվանից կխոսեմ մեկ քաղաքական ուժի մասին, կխոսեմ թե լավ, թե վատ կողմերի մասին, կխոսեմ նաև ձեր ուղարկած նամակներից, կխոսեմ Արարատի մարզում տեղի ունեցող ապօրինություններից։ Վաղը խոսելու եմ Քոչարի կուսակցության մասին, եթե նախապես կլինեն տեղեկություններ, խնդրում եմ անձնական նամակով կիսվել իմ հետ։ Հարգանքներս, ձեր հայը։